Անցնենք առաջ։ Առաջինը հայերը վերադարձնում են ադրբեջանցիներին 7 շրջաններից 6-ը։ Այդպիսի բան կա թե չկա։ Գիտեք, եթե լուծումը Ղարաբաղի կարգավիճակի լինի այնպիսի, ինչպես որ մենք ցկտում ենք դրան, այո, այդպիսի բան կա։ Այո, այդ 6 տարածք։ Հիմա մի րոպե։ Մենք ով ենք գանդոններ, դուք ով եք вообще։ Դուք ում կլերի գանդոններն եք, այդ լցեմ ձեր ընտանիքների բերանը ես։ Դուք ով եք արա вообще։ Մենք ուրիշ բան ասի, Արմենիան, Հայաստանը, օրինակ եմ ասում, որ SSS մեր հարաբերությունները, մեր պահանջատիրությունները, մեր SSS, ասում եմ մենք, դուք ով եք այդ կլերի գանդոններ։ Դուք ձեզնից ինչ եք ներկայացնում, ժաշտամ ձեր բալեկի բերանը ես։ Դուք ով եք արա։ Այս ձեր մամաների տրուսիկնա, ձեր կնիկների պուծնա, տակ չտակ։ Դուք ով եք արա այդ ոռատուներ։ Անցնենք առաջ։ Պայմանագիրը կամ խաղաղության այդ փաստաթուղթը ենթադրելու է, որ վերադարձվելու է։ Մի րոպե։ Պայմանագիր է կամ այդ փաստաթուղթ է։ Լսեք, ժաշտամ ձեր ընտանիքների բերանը, ովքերս Ռաուֆի կլիրը ծծած, որը լպստելով դրան են ծառայում, ժաշտամ ձեր թուրքի քուված գանդոն բերանը։ Լսեցիք ոռատուներ։ Ասելով չի գանդոններ, կարողա գիտեք ճրտոյի դուքյաննա, կարողա գիտեք գումի շուկանա, կանաչի եք ծախում գյոթեր։ Հարց եմ տալիս ոռատուներ։ Պայմանագիր է, փաստաթուղթ է, ժաշտամ ձեր ընտանիքների բերանը, գյոթեր, մենք ռոժներդ բացեք, որ սաղի ռոժին լցնեմ, քունեմ ձեր ագարկացեղը ես։ Մի րոպե, սրանք սրանքից որևիցե մեկը, ոչ մի լիազորություն իրավասություն չունի, որևիցե գործողություն կատարելու, կամ մեր ազգի, ժողովրդի չէ, ժողովրդի հանրակրվետ չէ, ժողովրդի ռեֆերենդումը չէ, ժողովրդի կարտիկը, կողեմ ժողովուրդ կոչվածի բեռնումը, որովհետև ժողովրդին պես մտնում է թուրքը, ադրբեջանցին, գյոթը, որից քունվողը, գանդոնը, ֆլանֆստանը, բայց ազգը միատարա, ազգը իր բնորանով, իր ավանդույթով, իր մշակույթով, իր լեզվով, իր հոգևորով, իր օջախներով։ Ադրբեջանցինով այդ քունեմ ձեր ագարկա բերանը, ձեզ որ ասում են ժողովուրդ ու դուք դա ընկալում եք, ընդունում եք ու ձեն չեք անում, ուրեմն քունեմ ձեր ագարկա ցեղի բերանը ես, ուրեմն դուք նույն որից քունվողն եք, ուրեմն նույն քունվող գյոտն եք, ուրեմն նույն մանկապիղծն եք, ուրեմն նույն թուրքի քունված գանդոններն եք, բայց մեր ազգին գենետիկ ֆոնդը չեք, բայց մարդը չեք, բայց մտածելու ունակություն ունեցող անձնավորությունները չեք։ Անցնենք առաջ։ Մի րոպե։ Լաչինի շրջանից պայմանագիրը կամ խաղաղության այդ փաստաթուղթը ենթադրելու է, որ վերադարձվելու է։ Երկրորդը Լաչինի շրջանը Ղարաբաղի հետ ստանում է ինքնա։ Մի րոպե։ Հլա մի րոպե։ Հլա մի րոպե։ Ինչի է Ադրբեջանին վերադարձվում։ Հա? Տեսեք, հասարակ պարզ հարցեր եմ տալիս, որի խնդրո առարկաները պետք է որ ցանկացած մարդու, գիտակից մարդու հուզի, ոնց թե ինչ չհասկացա, արա։ Ինչ կլրիս պայմանագիր, ինչ կլրիս Ադրբեջան, այ ոռատուներ։ Մի րոպե։ Մի րոպե։ Ադրբեջանի խի պետք է Ադրբեջանին վերադարձնի։ Ադրբեջան պետություն կայ ոռատուներ, հա? Հարց եմ տալիս։ Հիմա էլի անդրադարձ կատարեմ իրավական կարգավիճակի վերաբերյալ ձեր գիտակցությանը։ ԽՍՀՄ-ն չի լուծարվել։ Էսա դրա օրենքները կդնեմ կլսեք էլի։ ԽՍՀՄ-ն չի լուծարվել։ Լուծարման մասին հետո իրանց կնգա ոռը չի, որ ԽՍՀՄ-ն լուծարեն։ Լսում եք արա։ Իրանց լիազորության մեջ չի մտնում։ Եթե նորից եմ անդրադարձ կատարում ինչպես Արմենիայի վերաբերյալ,
ձեր գիտակցությամբ Հայաստանի Հանրապետություն կամ Արցախի լուծարման եւ նշված իրավունքը որևիցե մեկը չունի։ Չունի եւ չի կարող ունենա, որովհետեւ դա, լսում եք, դա իրենց սեփականությունը չի, դա իրանց կնիկների, իրանց աղջիկեքի, իրանց գանդոնների սեփականությունը չի, հասկանում եք, որ տան, չտան, լուծարեն, չլուծարեն, հասկանում եք արա։ Սա մերն է, մեր արմենական ազգինն է, մեր երկրինն է, մեր պետությունն է, մեր պետությանն է։ Ստեղ իրանք ով են, որ ասում է, SSSR փլուզվել է, կլերի գլոխներ ոնց է փլուզվել, ոնց ես փլուզում, յոբնի, դու ով ես փլուզես, չփլուզես, հա։ Հարց եմ տալիս, արա։ Նախ այտենց օրենք չի եղել փլուզման մասին, այտենց օրենք չի եղել, մեկ, երկրորդը, այն ժամանակվա քրեական уголовному кодексу СССР это предательство Родины, տեղում գնդակահարություն էր ասում։ Ու հիմա ՍՍՍՌ-ը որ չի լուծարվել, դրա վերաբերյալ կոնկրետ գնդակահարություն է։ Նորից եմ ասում, բայց Գորբաչով կլնի, Ելցինի կլների գանդոնը կլնի, Ֆուցենը կլնի, թե ուրիշ կլերի գանդոն կլնի, որևիցե մեկը չի կարող լուծարի։ Հետո ուշադիր լսեք։ 91 թվականին լուծարվել է, հարց եմ տալիս, լուծարվել է, թե չի լուծարվել։ Եթե լուծարվել է, ոնց եք Ալմաթայի հռչակագիրը հիմք ընդունում։ Հա։ Հարց եմ տալիս, այս ժաշտում ձեր ընտանիքների բերանը, լուծարվել է։ Բավոր լուծարվել է, ոնց կարող է պատահի լուծարված համակարգի փաստաթուղթը իրավական կարգավիճակ ունենա եւ իրավական հետևանքներ առաջացնի։ Հարց եմ տալիս այ գանդոններ։ Եթե դուք իրավաբան եք, իրավաքեթ եք, ղեկավար եք, իշկալերի գանդոն եք, արեք նստենք, խոսանք, ժաշտամ ձեր ընտանիքների բարեքի բերանը։ Հարց եմ տալիս 7 լուծարվել է 91 թվականից ըստ Ալմաթայի հռչակագրի, որը ձեզ համար հիմք է, այդ դեպքում հարց եմ առաջ քաշում։ Եթե լուծարվել է, ոնց է Ալմաթայի հռչակագիրը հիմք ընդունում եւ դրա հիման վրա ինչ-որ որևիցե խնդրո առարկա քննարկում կամ դրա շրջանակներում բանակցային process տանում կամ գործառույթներ իրականացնում, հա։ Հարց եմ տալիս արա։ Կոնկրետ հարց եմ տալիս, ժաշտամ ձեր ախմախ բերանը ես։ Ձեր լրատվական, ձեր մուսռնոց, ձեր զադախազների, ԱԱՑ-ի, քնչականի, վարչապետի, ազգային ախորի, կուսակցական պիդերների բերանները ժաշտամ սաղիտ։ Անցնեմ առաջ։ Լաշինի շրջանը Ղարաբաղի հետ ստանում է Ղարաբաղի հետ միասին ստանում է ինքնակառավարման կարգավիճակ, ես անգլերեն բնականաբար դες շատ լավ գիտեմ, ասում եմ այստեղ self-governance, ճիշտ է թե չէ։ Գիտեք, ես որտեղ սա իսկապես հարցի էությունն է, ես չեմ պատասխանի դրան։ Միայն ես կարող եմ ասել այն ինչ որ մի քիչ առաջ էր ասած։ Լաչինի Ղարաբաղը ունենալ նույն կարգավիճակը։ Մի րոպե։ Գիտեք, ես Մի րոպե։ Ոչ թե դրա մասին չես ասի, Գանդոն։ Դու ում համար ես գնում, այս բանակցությունները տանում, հա։ Եթե դու անկեղծ ես, եթե դրա մեջ ինչ-որ մի հատ մուխլոց չկա, եթե ստեղ պետական դավաճանության հիմքեր չկան, եթե պոռնկության որևիցե հիմք չկա, եթե դավաճանության, եթե վաճառքի որևիցե խնդիր չկա, եթե նյութական շահ չկա, արայ բոզի տղա, դու մարդգործ նախարարն ես, հա։ Արայ բոզի տղա, դու պետք է ազգին ներկայացնես։ Ոնց 2-3 հոգով նստում եք, որոշում եք բան այս հողը կտանք, այս Պողոսին, այն սարը Կիրակոսին, այն սարը Ախմեդին, այն սարը Էրդողանին, հա։ Արա ձեր բալեկի բերանը քունեմ ես։ Ու ձեր սատանող գանդոնների օղշարահոտի բեռնումը լցնեմ ես։ Դուք ով եք արայ ոռատուներ։ Դուք ով եք այ ոռատ, ոնց է գաղտնիություն, ինչ գաղտնիություն, այ կլերի գանդոններ։ Ումից է գաղտնի պահում։ Հա։ Ում հետ եք բանակցում, ում շահերն եք պաշտպանում, այ ոռատու գյոթեր։ Հարց եմ տալիս, ժաշտամ դեր ագարկացեղի բերանը։ Սա իսկապես հարցի էությունն է, ես չեմ պատասխանի դրան։ Միայն ես կարող եմ ասել այն ինչ որ մի քիչ առաջ էր ասացի։ Լաչինը եւ Ղարաբաղը ունենան նույն կարգավիճակը
ինչ որ ունենա Լաչինը, նույն կարգավիճակը ինչ որ Ղարաբաղը ունենա, իսկ թե Ղարաբաղը ինչպես Մի րոպե։ Վասիկ այստեղ գալիս է Մի րոպե լը։ Դրանք ով են արա։ Այդ իրանց սեփականությունն է, նորից եմ տեսեք անդրադառնում դրան։ Այս իրանց կնիկների պուծն է, հա։ Իրանց կնիկների ворն է, որ տանեն կայնացնեն, ասեն արեք քունեք, այսքան փող կտակ։ Հարց եմ տալիս արա։ Որ իրանք կարգավիճակ որոշեն։ Տան, չտան, հարց եմ տալիս արա, այդ сейчас սրանք ով են արա։ Կոնկրետ հարց եմ տալիս, այ գանդոններ, այ ողջարահոտ, տասնամյակներ բացատրում եմ ձեզ, փաստաթղթերը ներկայացնում եմ, հիմքերով, իքսում, տալիս, առնում, շատերը կան ասում բանը, տալիս է ինք չենք բանը, բայց չտվեցին, արա դրանք ով են տան չտան, այ ժաշտամ դեր ընտանիքների բերանը ես, դուք ով եք այ գանդոններ, այ դրան գրակ այդ ցեղատեսակի բեռնումը շները քունեն, դուք ով եք արա, Էդի ձեր կնիկների պուծնա գանդոններ հանեք ծախեք, հանեք տակ, Պողոսին ասեք արի քունի, հա? Դուք ով եք այ գանդոններ։ քաղաքական հարցը եւ որ Ղարաբաղը ունենա, իսկ թե Ղարաբաղը ինչպեսի կարգավիճակ ունենա։ Վասիկ այստեղ գալիս է Տեոնական քաղաքական հարցը եւ ես այդ հարցին չէի պատասխանի։ Եվ երրորդ կետը որպես փոխհատուցում ըստ էկոնոմիստի Ադրբեջանը ստանում է միջազգայինորեն վերահսկվող internationally protected ճանապարհ դեպի Նախիջևան։ Մենք խոսեցինք դրա։ Մի րոպե լը։ Հիմա նայեք, ասում եմ որպես փոխհատուցում, որի վերաբերյալ ես 10-ամյակը ներկայացնում եմ ու դատական process տարել եմ, որպես փոխհատուցում։ Հիմա նայեք, առաջին խնդրո առարկանի կայանում էր նրանում, որ ձեր բառանահոտի ուղեղների մեջ մտցնեն, որ գոյություն ունի ինչ-որ Ադրբեջան։ Հետո երկրորդ տարբերակը նա էր, որ ձեր ուղեղների մեջ մտցվեր, որ այդ տարածքներն էլ Ադրբեջանինն է։ Ուստի եւ Ադրբեջանը միջազգային նորմերով մտցրել է միջազգային դատարաններ եւ դրա հիման վրա փաստացի պահանջում է փոխհատուցում։ Փոխհատուցումն էլ նա է, որ 20,000 քառակուսի կիլոմետր պահանջում է որպես փոխհատուցում, այսինքն Գորիսիսյան Մեղրի ղափան ամբողջությամբ ներառյալ մինչև հոկտեմբերյան Արարատի մարզով եւ այլև Գորիսիսյան Մեղրի ղափան Արարատի մարզով Արտաշատով մինչև հոկտեմբերյան դա որպես փոխհատուցում Բացի դրանից մի 50 միլիարդ դոլար էլ որպես էլի վնասի եւ այլ հատուցում։ Արա քունեմ ձեր գանդոն բառանահոտ բերանը։ Հիմա դուք էլ պաշտպանում եք ձեր գանդոն ցեղատեսակների հետ այս Ռաուֆին եւ դուք համարում եք որ դուք խելացի եք եւ դուք համարում եք որ դուք ուղեղ ունեք, ձեր շահը որն այլ ժաշտամ ձեր ընտանիքների բերանը, որ դուք ձեր օջախները ծախում եք, ձեր պապերի, տատերի, գերեզմանները ծախում եք, ձեր ավանդույթը, ձեր մշակույթը, ձեր լեզուն, ձեր հոգևոր կողմ եք, ձեր կնիկների պուծը հանում եք, տրաս ասում եք գնացեք, քունվեք, մենակ թե բերեք լապը տվեք, որ սրանք շատ լապ են։ Բա ժաշտամ ձեր ընտանիքների բերանը ես։ Դու այ գանդոններ դուք մարդ եք։ Ձեզ հետ նորմալ խոսամ արա։ Արա այ ոռատուներ, որ մեկը տա նորմալ։ Նորմալ են այն մարդիկ, որոնք գիտակցում են, հասկանում են, համադրում են փաստերը մեկը մյուսի հետ։ Գալիս են ասում են Սիմոնյան ջան, ինչ անենք, ոնց անենք։ Ինչ անենք։ Արա այ գանդոններ, տարիներով կանգնել եմ օպերա, ձմեր, ամար, մուսրները գալիս էին, բռնում տանում էին, այդ կլերի գանդոն են, կարեն կոչված արեան են, ջհուդ գանդոնը, բա դրանք ինչ են բռնում տանում, ես ես մտնում էի օպերա, են պիդարած են, կլերի գանդոն են, կենտրոնի մի պետա ինչ կլերի գլոխա, կագեբեի, մագեբեի գալիս են, Սիմոնյան, սա կբռնենք էլի կտանենք, Մարդ չավակվի ստեղ, վեց մարդ հավակվեք կտանենք,
Արա կլինես ձեր անկարգա բերանը դնեմ ես։ Այս թուրքի քունված գյոթերը, այս թուրքի քունված սաղ գանդոններ իրանց համակարգերով, իրանց կուսակցություններով, իրանց որչապետներով, իրանց նախագահներով, կլերի գանդոններով, սաղ էլ թուրքի քունված գանդոններ են։ Հանուն լապի իրանց կնիկներին էլ են ծախում։ Իրանց երեխեքին էլ են ծախե հանուն լապի ու ձեր երեխեքին